Երկու սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը, այսօր իմ զրուցակիցն է Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քերմոյանը, պարոն Քերմոյան, շնորհակալություն, որ այսօր եկել եք մեզ մոտ։ Քանի որ դուք առաջին անգամ եք մասնակցում մեր հաղորդմանը, ես ուզում եմ, որ դուք փոքր-ինչ ներկայանաք, այսինքն որտեղ եք ավարտել, ինչ եք, որտեղ եք կատարելագործվել, ինչ եք մասնագիտությամբ եւ այլն։ Շնորհակալություն հրավերի համար, իրոք մեր համար շատ կարևոր է այսօրվա հնարավորությունը ներկայացնել առողջապահության քաղաքականությունը եւ բարեփոխումները վերջին տարիներին եւ այս տարի։ Ես բազային կրթությամբ իրավաբան եմ, ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, այնուհետև թեկնածուական ատենախոսություն եմ պաշտպանել Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտում եւ 2002 թվականին ստացել եմ իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 98 թվականից աշխատում եմ առողջապահության բնագավառում, նախ որ համաշխարհային բանկի ծրագրում, առողջապահության ծրագրերի իրականացման գրասենյակում, այնուհետև որպես 2001 թվականից որպես առողջապահության նախարարի խորհրդական, իրավական ծառայության ղեկավար եւ այս տարվա փետրվարից նշանակվել եմ վարչապետի որոշմամբ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար։ Եթե կարելի է երկու բառով, ինչ է անում աշխատակազմի ղեկավարը, նրա ֆունկցիաները ինչպես են, ինչպիսիք են նրա ֆունկցիաները, բոլոր նախարարություններում կա, չէ՞, այդպիսի պաշտոն։ Այո, դա այդ պաշտոնը ստեղծվեց եվրոպական մոդելի հիման վրա եւ նախկին խորհրդային հանրապետություններից մերձբալթյան հանրապետությունների օրինակի վրա աշխատակազմի ղեկավարը մասնագիտական աշխատանք է կատարում, այսինքն ի տարբերություն քաղաքական թիմի, նախարարի քաղաքական թիմի, որը ներառում է նախարարին, նախարարի տեղակալներին, խորհրդականներին, մամլոքարտուղարին, աշխատակազմի ղեկավարը եւ աշխատակազմը մասնագիտական գործունեություն են կատարում եւ ապահովում են այդ ոլորտում քաղաքականության իրականացնող անձանց աշխատանքը եւ նախարարության բնականon աշխատանքը, այսինքն աշխատակազմը ներառում է բոլոր վարչությունները, գործակալությունները, տեսչությունները եւ կառավարության տարեկան ծրագրերին համապատասխան եւ այլ ռազմավարական փաստաթղթերի համապատասխան իրականացնում է որոշակի ծրագրեր, պետական ծրագրեր եւ դիտարկում է դրանց կատարումը։ Մասնավորապես աշխատակազմի ղեկավարի գործունեությունը կայանում է աշխատակազմի աշխատանքների կազմակերպումը, վերահսկումը։ Այսինքն դուք այդ վարչությունների, տեսչությունների դուք եք շեֆը, թե նախարարն է։ Նախարարը կառավարում է ամբողջ նախարարության համակարգը, աշխատակազմի ղեկավարը ղեկավարում է, այսինքն նախարարի տված հանձնարարականների հիման վրա աշխատակազմի ղեկավարը իրականացնում է, եթե ուղղակի համեմատական կատարեմ, նախարարության մեջ գործադիր մասն է կազմում եւ ապահովում է մասնագիտական աշխատանքը։ Նախարարի թիմը նախարարը իր թիմով ապահովում է քաղաքականության մշակումը, աշխատակազմը այդ քաղաքականությունը կյանքի է կոչում։ Իսկ այդ տեսեք, դուք օրինակ բժիշկ չեք, չէ՞։ Ուրեմն դուք կարող եք աշխատել աշխատակազմի ղեկավար նաև, չգիտեմ, մշակույթի նախարարությունում կամ գյուղատնտեսության նախարարությունում, այսինքն կարևոր չի տվյալ դեպքում, թե ինչ պրոֆիլի է այդ նախարարությունը։ Սովորաբար նշված պարտականությունները ինչ պահանջներ են ներկայացում են տվյալ նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի անձնագրում։ Սակայն կարծում եմ, որ հաշվի առնվել, եթե ես եմ աշխատում, այսինքն եթե նախարարը եւ վարչապետը որոշել են, որ ես այս պարտականությունները այս բանին կատարեմ, նաեւ հաշվի են առել առողջապահության ոլորտում իմ կատարած աշխատանքը, մասնավորապես առողջապահության քաղաքականության մշակման եւ օրենսդրության մշակման եւ մոտավորապես 12-13 տարվա աշխատանք այս ոլորտում եւ որոշակի հմտություններ եւ գիտելիքներ են ձեռք բերել նաեւ առողջապահության քաղաքականության եւ կազմակերպման ոլորտում։ Այ հիմա ձեզանում ձեր նախարարությունը անցեկացնում լայնամասշտաբ կարելի ասել բարեփոխումներ, նախ եւ առաջ, որը կապված է համավճարի հետ եւ այլ վճարման ուրեմն համակարգի հետ, որ քաղաքացիները պետք է հնարավորինս սպիտակ ձևով վճարեն, ոչ թե սև։ Հիմա դա ստացվում է անկեղծ ասած, թե չի ստացվում ձեզ մոտ։
Խնդիրը հետեւյալն է, նախ ուզում եմ նշել, որ բարեփոխումները կոնկրետ համավճարը սկսել է իրականացվել այս մոդելով փետրվարի 1-ից, այսինքն մենք ակնկալում ենք մեր առաջի կատարողականը, որ պետք է ներկայացնենք վարչապետին, դա առաջի երամսյակի ավարտից հետո, ավելի փոքր մասշտաբով փոքր մասշտաբով, ասեմ, որ մենք ամենօրյա հսկողություն ենք կատարում եւ երեկ եւ այսօր եւ վաղը մեր աշխատակիցները ընդ որում բարձր ռանգի, օրինակ պետական առողջապահական գործակալության պետը, բուժվարչության պետը, համապատասխան տեղակալները, ես այդ թվում այցելում ենք մարզեր եւ հանդիպումներ ենք ունենում բուժաշխատողների հետ, կոլեկտիվների հետ, պացիենտների հետ, որպեսզի ամենօրյա ոնց որ ասենց ասեմ զարկերակի վրա ձեռքներս պահենք եւ եթե բարեփոխման ընթացքում որոշակի ճշգրտումների կարիք լինի, անենք, օրինակ վաղը մենք ունենք Գեղարքունիքի մարզում, որպես օրինակ ասեմ, այսօր Կոտայքի մարզում մեր ֆինանսատնտեսագիտական վարչության պետը ներկայացրել է կոլեկտիվներին եւ ֆինանսական թիմերին բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական ակտերի պարզաբանումները եւ լսել է բոլոր խնդիրները։ Վաղը մեր աշխատակիցները այցելելու են Գեղարքունիքի մարզ եւ այցելություններից հետո ամփոփելով օրվա արդյունքները վաղը մարզային հեռուստատեսությամբ ելույթ են ունենալու եւ այդ տեղեկատվությունը փոխանցելու են նաեւ բնակչությանը։ Հիմա ինչից են բողոքում կամ ինչից են դժգոհում, ինչ խնդիրներ ունեն բժիշկները եւ ինչ խնդիրներ ունեն հիվանդները այս բարեփոխումների կոնտեքստում։ Բարեփոխումների կոնտեքստում ասեմ, որ մեր թեժ գծով գրեթե հիվանդներից ոչ մի բողոքներ չեն ստացվում, այսինքն վճարումների այդ համավճարի վճարման հետ կապված ոչ մի խնդիրներ չեն առաջանում, ավելի հարցերի ձևով են, օրինակ բժիշկները շատ հաճախ, երբ որ մենք դեռևս փետրվարի կեսերից հետո փետրվարի վերջին որոշակի ոչ ֆորմալ ահազանգներ ստացանք, որ բժիշկները մտահոգություն ունեն իրենց աշխատավարձի հետ կապված, նախարարի հանձնարարությամբ մենք փորձեցինք լայնածավալ լուսաբանել եւ բժիշկներին հորդորել եւ ներկայացնել նախ վճարվող աշխատավարձերի բարձրացման հիմքերը, այնուհետև հորդորել վերջիններս, որ իրենք սպասեն, որ մինչև մարտի կեսերը, որ այս պահին այդ աշխատավարձերը պետք է արդեն վճարվեն եւ իրենք այդ արդյունքները տեսանելի կդառնա իրենց համար այս ժամանակ, այսինքն առաջին արդյունքը իրենք բժիշկները կտեսնեն այդ ժամանակ եւ եթե որոշակի շտկումների կարիք լինի, մենք կկատարենք ամփոփելով արդյունքները, այսինքն մենք ամենօրյա տեղեկատվություն ենք ստանում։ Ինչ վերաբերում է հիվանդներին, հիվանդները մտահոգություններ որոշակի, ճիշտ է, մեզ էլի ոչ ֆորմալ, որտեղ մեր թեժ գիծը ոչ ֆորմալ ասելով ինչ կա։ Ոչ ֆորմալ, այսինքն նախարարի հանձնարարությամբ ոչ միայն մենք ստանում ենք թեժ գծով տեղեկատվություն գնում այցելում ենք, այլ փորձում ենք նաև մեր ասենց ասեմ մտերիմների, կոլեկտիվների, գործընկերների միջոցով տեղեկատվություն ստանալ, ինչ արձագանք է ստանում բարեփոխումը, որտեղ կարծում եմ դա շատ կարևոր է, որ մեր բարեփոխումն ուղղված լինի ոչ թե ուղղակի տեսանելիություն ապահովելու, այլ հենց արդյունքների վրա, այսինքն հենց հիվանդը առօրյա պետք է զգա։ Ասեմ, որ դրական միտումները նրանում են, որ առաջի հերթին հիվանդը, երբ որ ստանում է բացի այդ համավճարից, ստանում է նաև առաջին անգամ պրակտիկային, այսինքն այդ նոր է կիրառվում պայմանագրեր, այսինքն նա ունենում է որոշակի ձեռքին փաստաթուղթ, որով հիվանդը, պացիենտը հանդիսանում է մեր հետ համահավասար պատվիրատու, այսինքն պետությունը պատվիրատու է այդ ծառայությունների, քանի որ վճարում է դրանց մի մասը, իսկ հիվանդը համավճար կատարելով վճարում է մյուս մասը եւ պայմանագրով դառնում է պայմանագրի հստակում եւ պահանջատեր։ Մենք այս բարեփոխումը մենք փորձեցինք կատարել այնպես, որ պաշտպանենք թե պացիենտի հիվանդի շահերը, թե բուժաշխատողի շահերը, այսինքն բուժաշխատողին տրամադրելով կամ այդ նպատակաուղղված էր, որպեսզի նա ստանա ավելի բարձր աշխատավարձի բարձրացում, իսկ պացիենտը որպեսզի նա ստանա նախ ավելի որակյալ ծառայություն եւ երկրորդը իրապես անվճար ծառայություն։ Թափանցիկ լինի, նա իմանա ոչ թե որ կգնա հիվանդանոց եւ չգիտես թե ինչքան պետք է վճարի այդ ծառայության, ոնց որ դեպքում ոնց կստացվի որ հիվանդանոց, այլ հստակ կարողանա
մտնելով հիվանդանոց, տեսնել այդ գնացուցակները, որոնք որ մենք պարտադրել ենք փակցնել, տեսնել թե այդ ծառայության համար ինչքան է վճարելու պետությունը եւ ինչքան է վճարելու ինքը։ Այդ դու գնացել եք, տեսել եք ամենտեղ փակցրած են։ Ոչ միայն մենք գնացել ենք, տեսել ենք, մենք բոլոր բուժ հիմնարկներում մեր մոնիտորինգային խմբերը այցելել են։ Նախարարը մինչև բարեփոխումը սկսել է հունվարի վերջին օրը արձակեց հրաման, որով որ ստեղծեցին մոնիտորինգային խումբ, որոնք որ սկսեցին այցելել հենց բարեփոխման առաջի օրվանից բուժ հիմնարկներ եւ առաջի հերթին իրազեկվածության խնդիրներ դիտարկում, թե արդյոք բնակիչը պատշաճ տեղեկատվություն է ստանում։ Բացի նրանից, որ մենք կայքում տեղադրեցինք այդ տեղեկատվությունը, բացի նրանից, որ մենք ստիպեցինք, որ այն բուժ հիմնարկները, որոնք որ կայքեր ունեն, տեղադրեն, մենք ավելի պարզ ձևով, ավելի մատչելի քաղաքացու համար առաջի հարկում պարտադրեցինք եւ վերջին շաբաթների ընթացքում շատ հեռուստաընկերություններ այցելել են եւ նկարահանել են, որ այդ գնացուցակները փակցված են այնտեղ։ Ներեցեք խոսքը պետական բուժիմնակների մասին է, թե բոլոր եւ մասնավոր եւ պետական։ Բոլոր, այս դեպքում մենք տարբերակում չենք դիտարկում։ Խոսքը գնում է այն բուժհաստատությունների մասին, որոնք իրականացնում են պետական պատվեր եւ որոնք որ ունեն պայմանագիր առողջապահության նախարարության հետ։ Այսինքն այս դեպքում առողջապահության նախարարությունը հանդես է գալի ոչ միայն որպես պետական մարմին, այլ ուղղակի որպես պայմանագրի կողմ եւ ուղղակի ժողովրդական խոսքով ասած տեր պետք է կանգնի իր հիվանդներին։ Իսկ կան այդպիսի հիվանդանոցներ կամ պոլիկլինիկաներ, որոնք չեն իրականացնում պետպատվերը եւ որոնք ոչ մի պայմանագիր չունեն ձեր նախարարության հետ։ Կարող են այդպես հիվանդանոցներ լինել, բայց վերջիններիս թիվը կոնկրետ համավճարը ներդրվել գինեկոլոգիական եւ անհետաձգելի բուժօգնության մասով եւ բուժ հիմնարկների մեծամասնությունը, որ այդ ծառայությունները իրականացնում են, ունեն պետական պատվերի ծառայությունների պայմանագիր։ Իսկ այդ մասնավորները, որոնք ոչ մի կապ չունեն, ինչ տոկոս են կազմում մեր բոլոր բուժ հիմնարկները։ Սենց ասեմ, մասնավորները մեծ մասը ստոմատոլոգիական ծառայություններ են, որոնք այս բարեփոխումների հետ կապ չունեն, բայց վերջիններիս թիվը, որոնք որ չեն իրականացնում, շատ քիչ է, կարծում եմ 1% կամ ավելի քիչ։ Քիչ է շատ։ Չէ, շատ քիչ են այն նրանք, որոնք որ պայմանագիր չունեն, քանի որ դեռևս առողջապահության ոլորտում գերակշռում են պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն հանդիսացող առողջապահական կազմակերպությունները, մարզային ենթակայության կամ առողջապահության նախարարության ենթակայության։ Արմեն Քոչինյանը հարցնում է հետևյալը. Եթե մեր երկրում բժշկությունը վճարով է, ինչու են բժիշկները բյուջեից աշխատավարձեր տրվում։ Եթե անվճար է, ինչու են վիրահատության համար գումար չլինելու պատճառով երեխաներին դարձնում հաշմանդամ։ Ես գիտեմ եւ կարծում եմ շատերը կարող են բերել կոնկրետ փաստեր եւ բոլորիս ակնհայտ է, որ այս բռնապետության օրոք ժողովրդի վիճակը չի բարելավելու, այդ անցնենք քաղաքական մասը, սկզբի մասի վերաբերյալ։ Սկզբի մասի վերաբերյալ նախ եթե խոսում ենք մենք բժիշկներին բյուջեից աշխատավարձ տալու, բժիշկը երբևիցե արդեն 1 տասնամյակից ավել է բյուջեից աշխատավարձ չի ստանում։ Բժշկական հաստատությունը ստանում է ծառայության վճար, այսինքն մեր բժշկական հաստատությունները, այսպես ասած, բյուջետային հիմնարկներ չեն եւ ուղղակի իրենց գործունեության պահպանման համար գումար չեն ստանում։ Կոնկրետ հիվանդի բուժման համար, կոնկրետ դեպքի համար բուժ հաստատությունը ստանում է խոսքը գնում է հիվանդանոցային հաստատությունների, կոնկրետ օրինակ կույրաղիքի վիրահատության համար բուժ հիմնարկը ստանում է X գումար եւ այդ գումարից եւ մնացած որտեղից է X գումարը ստանում։ Ստանում է պետական բյուջեից բժշկական հաստատությունը։ Բուժ աշխատողը իր աշխատավարձը ձևավորում է ոչ միայն պետական տրված միջոցներից, այլ նաեւ ներշված բուժհաստատության կողմից իրականացող վճարովի ծառայություններից, ապահովագրական հատկացումներից եւ այլն։ Ինչ վերաբերվում է ծառայությունները, եթե չեն տրամադրվում, հարցը հնչեց եւ երեխաները դառնում են հաշմանդամ։ Եթե ասում անվճար է, ինչու են վիրահատություններ գումարներ չլինելու համար երեխաներին դարձնում հաշմանդամ։ Խոսքը պետք է հստակեցնել, որ ծառայություններն են անվճար։ Նախ ասեմ, որ ոչ բոլոր ծառայություններն են անվճար եւ ոչ բոլոր կատեգորիաների համար։ Մեր երկիրը որդեգրել է քաղաքականություն, որ ապահովում է ոչ թե ամբողջ բնակչության բուժօգնությունը։ Մենք ամբողջ բնակչության համար ապահովում ենք առաջնային բժշկական օգնությունը։
եւ հանրային առողջապահական ծառայությունները։ Իսկ ինչ վերաբերվում է հիվանդանոցային բուժօգնության, մենք ունենք որոշակի խմբեր։ Հիմնական դրանց մասը դա կազմում է ընտանեկան նպաստի համակարգից օգտվող, այսինքն այն անձինք, որոնք որ անապահով են եւ մեր պետության դրած չափորոշիչներով իրենք անապահովության նպաստ են ստանում կամ այդ համակարգի մեջ են ընդգրկվում, ինչպես նաեւ այլ սոցիալական եւ հատուկ խմբեր, օրինակ զինծառայողներ, ծնողազուրկ երեխաներ եւ այլն, հա, այսինքն այդ խմբերն են անվճար ստանում եւ մնացած խմբերի համար պետությունը կարող է ապահովել կոնկրետ այս ծրագրերով միայն համավճար։ Ինչ վերաբերում է այն դեպքերին, եթե տեսականորեն բժիշկը ծառայություն չի մատուցում եւ ինչ որ վնաս է պատճառում, ասեմ, որ եթե նման դեպք արձանագրվի, որ Փող չլինելու պատճառով ծառայություն չի մատուցում։ Ասում է, այս վճարով է, վերջ։ Սենց տարանջատենք, ասենք, որ անհետաձգերի դեպքերի եւ պլանային դեպքերի։ Եթե պլանային դեպք է եւ նշված անձը ընդգրկված չի անապահովության խմբերում, իհարկե նրանց ծառայություն չեն մատուցի, բայց կոնկրետ համավճարի դեպքում մենք սահմանել ենք այն դեպքերը, մենք քաջ գիտակցում ենք, որ կան խմբեր, որոնք թեպետ անապահովության համակարգում ընդգրկված չեն, սակայն իրականում վերջիններս անապահով են կամ այդ պահին ի վիճակի չեն համավճար օրինակ վճարել, մենք սահմանել ենք բուժհաստատություններին թույլատրել ենք, որ 20%-ի սահմաններում ազատ են համավճարից, այսինքն սա վերաբերվում է այն խմբերին, որոնք որ ընդգրկված չեն, բայց իրականում դրա կարիքը ունեն եւ իրականում չեն կարող վճարել այդ ծառայությունների համար։ Իսկ ինչ վերաբերվում է այն խմբերին, որոնք որ բավարար չափով աշխատավարձ են ստանում, մենք պետությունը չի կարող ամբողջ բոլոր մարդկանց ապահովել եւ այս դեպքում մենք հորդորում ենք, փորձում ենք տեղեկատվություն տալ բնակչությանը, որ գիտեք ինչ, այս բուժ ծառայությունները կարող են շատ թանկ արժանալ եւ միգուցե դուք դիտարկեք ապահովագրության գաղափարը, որը որ քաղաքակիրթ երկրներում եւ շատ գործատուներ արդեն մենք պայմաններ ենք ստեղծում եւ աշխատում ենք, որպեսզի գործատուներ իրենց աշխատողներին ապահովագրեն եւ կարծում եմ մեր լուծումը հաջորդ սա է, այսինքն պետությունը ոչ մի նույնիսկ ամենահարուստ երկրում պետությունը չի ծածկում առողջապահական ծառայությունների ամբողջ սպեկտրը ամբողջ բնակչության համար։ Մենք եւ երկրորդ հարցը տարանջատեմ, որ եթե ծառայություն չմատուցեն անհետաձգելի դեպքերում, ասեմ, որ մենք օրենքում ամրագրել ենք, որ բժիշկի պարտականությունն է, որպեսզի նա յուրաքանչյուր անձի ցուցաբերի առաջին եւ անհետաձգելի բուժօգնությունը, այսինքն եթե նա նենց վիճակում է, որ այդ բուժօգնությունը պետք է ստանա, անկախ ֆինանսավորման երաշխիքներից, օրենքը հենց այդպես էլ ամրագրում է, անկախ ֆինանսավորման երաշխիքներից բժիշկը պարտավոր է այդ բուժօգնությունը մատուցել եւ դրա չկատարումը առաջացնում է քրեական պատասխանատվություն, այսինքն անօգնական վիճակում թողնելու համատեքստ։ Ես ճիշտն ասած այդ վիճակագրությունը տարվում է ոստիկանության կողմից, բայց կարծում եմ կլինեն այդպիսի դեպքեր, որոնք բացահայտվել են եւ այդ վարքագիծը բնորոշ չի լինի բժիշկների եւ ես ուզում եմ հայտնել, որ մեր բժիշկների մեծամասնությունը իրենց անձնական, մասնագիտական եւ հոգեկան հատկանիշներով չեն թույլ տա իրանց անօգնական վիճակում գտնվող մարդուն չցուցաբերել։ Երևի թե խոսքը գնում է պլանային ծառայությունների մասին։ Այս առումով ուղղակի ուզում եմ ասել, որ նախարարությունը քաջ գիտակցում է, որ այս պահին ամբողջ բնակչությանը չի ապահովում եւ բոլորս էլ հասկանում ենք, որ դա երկրի տնտեսական վիճակից է։ Մենք տարեցտարի փորձում ենք ավելացնել ֆինանսավորում եւ ավելի շատ մարդկանց, ավելի շատ ծառայություն տանք։ Օրինակ, այս տարի մենք 3 միլիարդ լրացուցիչ Հանրապետության նախագահի հանձնարարականով լրացուցիչ առողջապահության երեխաների համար լրացուցիչ ֆինանսավորում տվեց եւ մենք հուսով ենք, որ հաջորդ տարի էլ լրացուցիչ ֆինանսական միջոցներ կստանանք եւ որը թույլ կտա լրացուցիչ ավելի շատ թվով մարդկանց, ավելի որակյալ եւ ավելի շատ ծառայություններ մատուցել։ Ինչպես է որոշվում, հարցնում է հեռուստատողը, որ բուժ հաստատությունը ինչքան գումար է ստանում, ինչքան է նրան հասկացվում։ Նախ կառավարության որոշմամբ, որպեսզի ապահովի այդ ոլորտում թափանցիկությունը, կառավարության որոշմամբ հստակ կարգ է սահմանված եւ հստակ բանաձևով որոշվում է եւ հիմնականում դա կապված է նախորդ տարիներին կատարված
աշխատանքի ծավալների եւ մեր կողմից պլանավորված աճի հետ, այսինքն այս տարի կարող է մատուցել X թվով ծառայություններ, մենք այս տարվա բյուջեով պլանավորած օրինակ դեպքերի ավել քանակը, որ պլանավորում ենք օրինակ վիրահատությունների թիվը, ասենք թե 10%-ով պետք է ավելանա, այդ գումարին գումարվում այդ 10%-ը, ես ուղղակի օրինակով բերեցի, բայց այնտեղ հստակ բանաձև կա, որպեսզի առողջապահության նախարարությունը այս կամ այն բուժհիմնարկին ավել գումար չհատկացնի։ Դա խոսքը գրում է տվյալ բուժհիմնարկի բյուջեի մասին։ Գլոբալ բյուջե է անվանվում եւ սահմանափակ բյուջե է անվանում։ Ինչ վերաբերում է կոնկրետ թե բուժհիմնարկը տվյալ ամսում կամ եռամսյակում կամ տարում ինչքան է ստանալու, դա որոշվում է նրա կողմից մատուցված եւ առողջապահության նախարարության կողմից ընդունված ծառայությունների ծավալը։ Չէ, այսինքն եթե օրինակ հունվարին ինքը մատուցել է 1 միլիոն դրամի ծառայություններ, այդ ծառայությունները ընդունվում են եւ այդ չափով է նա վճարվում։ Պետ պատվերով հիվանդն ինչքան է արժենում պետության վրա, նայած ինչ հիվանդ։ Կոնկրետ չգիտեմ ինչ է ուզում հարցնել։ Կոնկրետ ասեմ, որ մենք գնացուցակներ ունենք հաստատված կոնկրետ հիվանդությունների գծով, որպես օրինակ բերեմ մեր բարեփոխումը համավճարը, մեր կայքում տեղադրված են գները, որոնք որ հաստատվել են առողջապահության նախարարության կողմից եւ ֆինանսների նախարարության համաձայնությամբ, ասեմ, որ նշված գները մենք փորձել ենք իրատեսական շուկայական գներից ստանալ, միջազգային փորձագետներ ենք հրավիրել եւ կոնկրետ հիվանդության, կոնկրետ պաթոլոգիայի պարագայում մենք որոշում ենք, թե ինչքան պետք է վճարենք։ Որպես օրինակ, ասենք, թե հենց հստակ թվով չեմ ասում, կույրաղեքի վիրահատությունը կարող է համավճարով արժենալ, ասենք, թե պետությունը կվճարի այդ ծառայության համար 110,000 դրամ եւ մոտավորապես 50,000 դրամ էլ որպես համավճար կվճարի քաղաքացին։ Բայց կախված հիվանդության բարդությունից, բուժման տևողությունից, դեղերի արժեքից, թե մեծ մասը միշտ պետությունն է վճարում, թե լինում է 50-50։ Հիմնականում գերակշիռ մասով մեծ մասը պետությունն է վճարում։ Շատ լավ, որքանով է հավաստի Սուրենն է հարցնում այն տեղեկությունը, որ տուբերկուլյոզի կանխարգելման ոլորտում կան լուրջ ֆինանսական խախտումներ։ Մենք վերջերս հրապարակումներ եղան թերթում այդ խնդրի շուրջ, ասեմ, որ առողջապահության նախարարի գլխավորությամբ թիմը անձամբ նախարարը եւ թիմը զբաղվում է այս ոլորտում բարեփոխումներով եւ երեք էլ մենք հանդիպել ենք մեր միջազգային գործընկերների հետ Global Fund-ի։ Մենք նախարարությունը ամենակարևոր խնդիրը, որ ասեմ, բացահայտել է այն խնդիրները, որոնք որ առկա են այս ոլորտում եւ բացահայտել է մեր անելիքները եւ մեր միջազգային գործընկերների հետ քննարկել է եւ մենք հուսով ենք, որ չխոսամ խնդրի կա կրիմինալ այնտեղ թե չկա։ Կրիմինալ այնտեղ չկա, բայց բաց թողումներ այնտեղ կան եւ այդ բաց թողումները մենք բացահայտել ենք դեռևս նախորդ տարի, այս տարի քայլեր են կատարել, որպեսզի այդ ցուցանիշները լավացնենք եւ երեք առողջապահության նախարարը խոսելով միջազգային մեր գործընկերների հետ մենք որոշակի ցուցանիշ ենք դրել, որ մինչեւ մայիս որոշակի այնտեղ կածիրովկեկ կան, հա, B2, B1 եւ այլն, որպեսզի մեր ցուցանիշները լավացնեն։ Եվ ամենակարևորը, որ մեր համար ամենակարևորն է, որպեսզի մեր մոտ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման բացահայտման թիվը բարելավի եւ հիվանդացությունը կարողանանք իջնենք։ Ասեմ, որ մի քանի օրենսդրական նախաձեռնություն ունենք այս ոլորտում, նաեւ այն չարամիտ խուսափողների համար, որոնք որ վարակում են շրջապատին եւ խուսափում են բուժօգնությունից, դեղերի ոլորտում ունենք բարեփոխումներ, որպեսզի այդ հիվանդները ճիշտ ձևով բուժվեն, որպեսզի չկարողանան այդ դեղերը ձեռք բերեն իրենք դեղատներից, այլ միայն դեղատոմսով։ Այսինքն այն բաց թողումները, որոնց մասին խոսում է մեր հերոստատիտողը, քայլեր կատարել են եւ ես կարծում եմ, որ տարեվերջին մենք լուրջ արդյունքներ եւ կունենանք եւ կկարողանանք ներկայացնել հանրությանը։ Ըստ մամուլի հրապարակումների Վրաստանում գրանցվել է վերջերս խոզի գրիպից մահվան 40 դեպք։ Մեր մոտ չի գրանցվել, թե թաքցնում ենք այդ բաները։ Մեր մոտ, ես ճիշտ ասած առաջի անգամ եմ լսում, մեր մոտ կարող է տես բան լինի, այս պահին մենք ոչ մի տես ահազանգ չունենք, ասեմ, որ Հայաստանը այլ երկրների շարքում նախորդ տարի բավականաչափ եւ 9-10 թվերին բավականաչափ լուրջ աշխատանք կատարեց, մասնավորապես սահմանի հսկման կանխարգելիչ աշխատանքների։ Մենք ունենք անհրաժեշտ դեղորայքի պաշարը
եւ մենք վստահաբար կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ մենք ոչ մի տենց ահազանգ, ոչ մի դեպք չունենք։ Դուք կայքը հիշատակեցիք, չարժի զարգացնել տեղեկատվության այս կանալը, այսինքն կայքի վրա շատ հստակ գրել, ինչն է վճարովի, ինչն է անվճար, ինչն է համավճարով, համավճարը ինչ դեպքերում է կիրառում եւ այլն, որպեսզի հարցեր նախորոք, այսինքն գնալով հիվանդանոց մարդկանց մոտ հարցեր չծագեն։ Շատ կարևոր է, կարևորում եմ ձեր ասածը եւ կարևորում եմ մեր կայքի գործունեությունը, եթե հեռուստադիտողները կարողանան բացել MOH-AM կայքը եւ հատուկ մենք կոճակ ենք ստեղծել համավճար, այնտեղ բացի այն բոլոր հրամաններից, որոնք որ ավելի ֆորմալ բնույթ են կարող է այդքան հասկանալի չնեն, տեղադրված է նախ գնացուցակը, հա, Excel ֆորմատով, Excel ֆայլի ֆորմատով եւ մի բացատրական ֆայլ է տեղադրված, ում վրա կարող է տարածվել համավճարը եւ այլն։ Այդուհանդերձ մենք, ասենց ասեմ, ընդունում ենք ցանկացած առաջարկությունները, եթե ինչ-որ մեկին մեր հեռուստադիտողներից կամ մեր կայքի օգտվողներից հասկանալի չի լինի կամ կուզենան ավելի մատչելի տեղեկատվություն ստանան, խնդրում եմ մեր էլեկտրոնային փոստով կամ թեժ գծով դիմել, մենք պատրաստ ենք շուրջօրյա պատասխանել այդ հարցերին։ Ես որպես թերթի խմբագիր այդ խնդրի հետ առնչվում եմ, դուք էլ հաստատ կառնչվեք։ Մարդիկ չեն ուզում ներկայանալ, երբ որ նրանք բողոքում են մասնավորապես բուժ հիմնարկներից։ Դուք կարող եք ստեղծել այսպիսի մի բան, որ մարդիկ, ասենք, ինտերնետով հարցերը ուղարկեն կամ իրենց բողոքները ուղարկեն, եւ դուք այնուամենայնիվ դա որպես անոնիմ կա չդիտեք եւ ստուգեք։ Սենց ասեմ, մենք քաղաքացին թեպետ եւ դիմում է էլեկտրոնային փոստով, ինքը կարող է դիմի եւ մենք կարող ենք իրեն նույն էլեկտրոնային փոստով պատասխանել մեկ։ Երկրորդը նրանք կարող են թեժ գծով, ճիշտ է, չեն ներկայանում, բայց մեկը խնդրին լուծում ստա, բայց դեպքեր կան, որ իրանք ուղղակի դիմում են բուժ հաստատություն, օրինակ, խնդիր ունեն բուժ հաստատության հետ, մենք փորձում ենք մեր թեժ գծի պատասխանատուները պարտավոր են նույն ժամանակ զանգահարել հետ բուժ հաստատություն եւ կոնկրետ այդ քաղաքացու հարցը լուծել։ Դեպքեր կան, որ չներկայանալը իրենց խնդրի լուծման հետ կապված է, բայց էլեկտրոնային փոստով իրենք կարող են այդ հարցերը ուղղեն։ Օրինակ, ես առնվազն 2 հատ 3 եմ ստացել գրություն էլեկտրոնային փոստով, որոնք որ քաղաքացիները դիմել էին Հայաստանի Հանրապետության վարչապետին եւ վերահասցրել են մեզ եւ պատասխանը ստացվել է։ Դրանցից մեկը հեռախոսել էր թողը, մենք հեռախոսով էլ փորձեցինք եւ մարդը բավարարվեց այդ խնդրի լուծումից, որտեղ արդեն այդ խնդիրը լուծվել էր։ Այսօր էլ ենք մենք ստացել, չգիտեմ ինչ որ հստակ բովանդակություն չեմ հիշում, որտեղ բայց Այսինքն թեժ գիծը ունի էլեկտրոնային հասցե։ Այո։ Մենք ունենք էլեկտրոնային հասցե, կարող են մեր նախարարության օրինակ մինիստր MOH-ում հասցեին եկած ցանկացած հաղորդագրություն։ Դուք հաստատ կնայեք։ Ոչ միայն հստակ նայում, ասեմ այն հաղորդագրությունները, որոնք որ այդ պահին լուծում չի տրվում կոնկրետ պատասխան չի տրվում։ Ուղղակի գալիս է մեր հասարակության հետ կապերի բաժնի պետը ներկայացնում է ինձ, ես մուտքագրում եմ մեր էլեկտրոնային փաստաթղթ շրջանառության համակարգ եւ համապատասխան հանձնարարական է տրվում կամ ներկայացում են ամենօրյա ամեն օր մեր բաժնի պետը ներկայացնում է տեղեկատվությունը նախարարին, տպած տեսքով ներկայացնում է նախարարը ասում է կոնկրետ որ ստորաբաժանում այդ մասով ինչ պետք է անի եւ ոչ միայն մեյլ ինքը էլեկտրոնային փոստի կամ էլեկտրոնային նամակի ինքը գալիս է մուտքագրում է մեր մոտ որպես մեր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ համապատասխան կատարման ժամկետով եւ պատասխանատուներով։ Վերջին հարցը փոքր-ինչ տենց կիսահումորի ոլորտից։ Ձեր աչքի առաջ ունեք այլ աշխատանք, եթե հանկարծ մարտի 17-ին ժողովուրդը որոշի եւ կառավարությունը հրաժարական տա։ Ճիշտ ասած, այլ աշխատանք կատարել։ Կարծում եմ նախ ասեմ որ քաղաքծառայությունը այն աշխատանքն է, որոնք որ քաղաքական ուժերի հարաբերակցությունից կախված չէ եւ հատուկ օրենքով ամրագրված է որ քաղաքական ուժերի հարաբերակցությունից կախված չէ սակայն ասեմ պատասխանած որ ես շատ մտահոգ կլինեմ եթե կառավարությունը հրաժարական տա որտեղ այս պահին մեր իրականացող բարեփոխումները պահանջում են ներկայիս գործող թիմի շարունակական աշխատանքը ինչ վերաբերում է իմ աշխատանքին ես փորձում եմ որպես առողջապահության ոլորտում աշխատող եւ որպես իրավաբան ինձ վրա աշխատել եւ կատարելագործել իմ գիտելիքները եւ մեր մոտ այդ պայմանները ստեղծված են սակայն հուսով եմ որ կառավարությունը հրաժարական չի տա եւ ներկայիս թիմով
այդ բարեփոխումները իրականացվեն եւ մենք կարողանանք տարեվերջին ոչ թե հրապարակել, որ մենք բարեփոխում իրականացրեցինք, այլ հստակ չափելի ցուցանիշներ ներկայացնել մեր բնակչությանը, մեր հասարակությանը։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Իմ զրուցակիցներ Սուրեն Քրմյանը, որը առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար է, վաղը մենք նորից կհանդիպենք, տեսություն։